Քրիստոսով եղբայրներ քույրեր, սրտանց չասենք փառքաստություն։ Փառքաստություն Տեր Հիսուս Քրիստոսի։ Տերը ձեզ շատ օրհնի։ Ու եկեք մեր չորչով միասին սրտերեդի բացեք Տիրոջ առջև։ Կատարի իսկական Պենտեկոստի։ Კი կատարի Պենտեկոստի։ Նախանձավոր եղեք, մեզանիշապ արեք աղված։ Ինչի մատ Պողոս Արաքյանն ասում է, չանկի մեջ թուլասիրտ լինեք։ Ու մարդիկ թուլասիրտ են լինում չանկի մեջ։ Հոգով բորբոքվեք, Տիրոջը ծառայեցիք։ Հոգով բորբոքվել է, դա Սուրբ կողեցվել։ Տեսնեք ինչ է դրած բոլորիս համար ուզում եմ կարդալ Հովան ավետարան Անդրանի եղբայր անդրադարձավ կարճ 16-րդ գլուխ ուզում եմ կարդալ 7 խոսքից Հովան ավետարան 16-ի 7-ից բայց ես ճշմարիտը կսեմ ձեզի աղեկը ձեզի լավ է ձեզի եթե ես երտամ քանզի եթե ես չերտամ մխի տալիճը ձեզի չի ապա եթե երտամ զանիկա ձեզ ղրկեմ և ինքը երկա աշխարհը պիտի հանդիմանի մեղքի համար արդարության համար դատաստանի համար եղբայրներ քույրեր ինչքան կարևոր է սա Տերն ասեց ես գնում եմ նրա համար որ ուղարկեմ Սուրբ Հոգին Սուրբ Հոգին մխիթարիչ հոգի է Սուրբ Հոգին զորության հոգի է Սուրբ Հոգին առաջնորդող հոգի է գալիքները մեզ պատմող մեզ զորություն տվող մեզ հաղթություն տվող Արաքյանն ասում է Սուրբ Հոգին և զորության հոգի է և զգաստության և սիրո հոգի է այսինքն դա պետք է դրսևորվի երբ որ Սուրբ Հոգու զորությունը գործի Տիրոջ խոսքը պետք է կատարվի ինչպես Արաքյանների տարին բոլոր տարիներում եղել է կլիներ ինչեր ով կարող է հիշել զորության ժամանակ ինչ է հայտ գալիս մարգարեություններ լինում հայտություններ լինում հրաշքներ լինում սկանջերքները Տիրոջ երևում են առանց Սուրբ Հոգով կերտել չտան Սուրբ Հոգով իրանց կյանքում հոբողություն չի լինի ուզեք թե չուզեք եղբայրներ հինողտուրում էր այդպես եղել երբ որ գրված է Սամվելը Սամուելին ասեց և քո վրա Տիրոջ հոգին պիտի գա մտա մարգարեների խմբի մեջ կամ սկսեց ինքը մարգարեանալ որտև ինչի համար մարգարացավ Սուրբ Հոգին իջավ Սամուելի վրա գրված է նա ուրիշ սիրտ ունեցավ լրիվ փոխվավ ուրիշ մարդ դարձավ բայց որ Սուրբ Հոգին հեռացավ նա դարձավ ուրիշ մարդ հիշում եք ինչ արեց Դավիթը ուզում է սպանել ես մի հատ կարևոր բան ասեմ այն հավատացյալները որոնք Սուրբ Հոգով առաջնորդում են մարմնավոր կյանք չեն կարող ապրել այն հավատացյալները որ Սուրբ Հոգով լեցված են երբեք չեն կարող իրար վնասել վիրավորել, կոպտել, չարանալ արարգել, մեղադրել, բամբասել չարախոսը դες բան չկա եղբայրը դες բան չկա արդեն հոգինիկն է կարողանում արդեն հոգնին իրան է տանում ինչ արեցին փղշտացիները տապանակը գերի վերցրի տապանակը տարան իրանց դագոն կողքի կողքը դրին դագոն կողքի կողքը արամոտ իրան տեսան դագոն ընկած արձանը ընկած է կիտու բյանը դեր չապը մեջ գրա պետի չի գրած եթե պրնեցին դորից իրան տեղը դրեցին մյուս օր է դուրս եկան տեսան որ դագոն ընկել է կտորներ է դարձել քանի կո մասնուներ եղբայրներ քույրեր զգուշ եղեք Սուրբ Հոգում ինտրմացրեք Սուրբ Հոգին նրա համար որ եկել է որ մեզ զորացնի, մեզ մխիթարի, մեզ լեցնի եղբայրներ քույրեր մեզ կառավարի առաջնորդի գարիքները մեզ պատմի բարեխոսում նա գրված է սուրբերի համար ովքեր տեղ է տալիս ովքեր մկրտված չեն նախանձավոր եղեք խնդրում եմ նախանձավոր եղեք այդպես միավորեք ասեք Տեր ոնց կլանան Սուրբ Հոգով մկրտության ես քայլ եմ ապրել նախանձավոր եղեք վերջում որ պիտի կանչի նորադասներին նախանձավոր եղեք այսօր լինի արթունության օր ապաշխարության և Սուրբ Հոգու մկրտության և լեցունության օր լինի Կորնելիոսի նման նախանձավոր եղեք Կորնելիոսը երբ որ հրեշտակ իրան ասեց որ Պետրոսին պիտի կանչվի ինքը մենակ իր մասին չմտածեց դուք էլ ձեր մասին մի մտածեք բայց իր ընտանիքի մասին ով պիտի մտածեք ձեր բարեկամների համար ով պիտի մտածեք Կորնելիոսը հավաքեց իր ամբողջ բազկ բարեկամ բոլոր հարազատներին տունը լիք լցվեցին Պետրոս Արաքյանը Գեբորսես խոսել և ինքը վկայեց Հիսուսը որը Նազարեթ էր զոր Աստված ուծեց
Սուրբ հոգով եւ պետեցավ բարի գնելով եւ սատանայի բոլոր տանջանքները բուժելով։ Մի անգամից իջավ Սուրբ հոգին, բոլորը մկրտվեցին Սուրբ հոգով։ Համաձայն եք հավատում եք, որ տեսել է։ 6 հատ եղբայր իրար տարի հրեան։ Ամատացավ եղբայրներից իր տարի Պետրոս Ավակյանը, հետարքերը, նրանք զարմացան, ասին իա, ոնց։ Հետանոստների գիտեք չի նկատում ինչքան վատ են դրամատրում։ Նրանց հետ հացեր չեն ուտում, մի սեղանից հար չեն ուտում հրեաները։ Համարում են պիղ ծանմակուր ժողովուրդ, անօրենք ժողովուրդ, բայց 6 եղբայրները զարմացան, ոնց։ Հետանոստների վրա էր Սուրբ Հոգին ջան, ինչպես մեր վրա։ Եվ բռնեցին մկրտությունից հետո ջրով մկրտեցին բոլորը։ Աստված տա, բոլոր ընտանիքները դառնան կորնելոսի տուն համաձայն։ Ասեք այո ամեն։ Եղբայրներ նախաձայնեք, որպեսզի ոչ մեկը դուրս չմնա, Տիրոջ փառքը լինի, Տիրոջ զորությունը գործի։ Մենակ չի Սուրբ Հոգին մեր մեջ չի համար, որ միայն օտար լեզուով խոսենք, այլ դրա համար, որ առաջնորդի մեզ Սուրբ Հոգին։ Հոգով գնանք, մարմնի գործերը չկնանք։ Հոգով չգնացինք, մարմնավոր գործերի այդ կգա, մարմնավորությունը գնող կբարձրացնի։ Եղբայրներ քույրեր, այո շատ կարևոր է սա։ Թող Աստված զորացնի ձեզ։ Տեսեք, եթե մենք նայում ենք իրոք, որ Մարգարեն տես ինչ ասում։ Մարգարեն երբ որ կարդում ենք Եսայի Մարգարեն ասեց, որ այո, ինչպես Տեր Հիսուսը գնάει Տիրոջ հոգին, ինք իր մասին բգայեց Քրիստոսը, Տիրոջ հոգին վրայից, ձեզ ուղարկեց այսինքն անտարանը քարոզել, գերիներ ազատելու, կորիրեի տեսություն շնորհելու համար։ Քրիստոսով եղբայրներ քույր, անվախության հոգին է դա, Սուրբ Հոգին աշխարհից մեծ է, գրված ես չեմ ասում։ Մեր միջին աշխարհից մեծ է, եթե դա Սուրբ Հոգին որ աշխարհից մեծ է, մարդը ինչից պետք է վախենա, Սաղմոս մեջ գրված է, թեև մավան շուքի զորի մեջ է, պտտեն, այսինքն ման գան, ոչ թե միանգուկան է վախից, պտտեն, չարից պետք չվախենա, որովհետև դու ինձ ես, որտեղ Սուրբ Հոգինից է օգնում, տեղ տվեք, ձեր մեջ եթե կան սովորաբար ինչ-որ բանից վախենում են, որ նշանակում դուք չեք հավատում, որ ձեր միջին աշխարհից մեծ է, փոխանակ ձեզանից վախենում, ձեզանից քաշվեն, ձեզանից ճանաչեն, ասենք ձեզանից սարսափեն, որտեղ ձեր մեր միջին է դա, մեր միջինը, եղավ, եթե դուք կան հովատացյալ են, որոնք ինչ-որ բանից վախենում են, նշանակում է իրան հույս ասած սրտանց չեն հավատում, որ Սուրբ Հոգին զորության հոգի է։ Տեսեք, եղբայրը նա ակնարկեց։ Սամսոնի վրա այդ հոգին որ չլիներ, Սամսոնը անվախ չէր լիներ։ Ով կարա Սամսոնի հետ մի բանով վնասել, չեն կարող։ Ինչքան մարդկա զինվորներով չեն կարող վնասել։ Ամբողջ քաղաքի դարմասը մենակ ինքը շարալից տարածեց Սարալանջը։ Բայց որ մեղքին տեղ տվեց, ինչ եղավ արդեն Սուրբ Հոգին հեռացավ։ Դավիթի վրա դա եւ պատան լինելով, սա ամբողջ Իսրայելը զինվորները Սամուելից սկսած բոլորը վախենում են, Ռուսգան Գողիաթի, ոնց հասկանան դա, որտեղ անվախության հոգի զորության հոգի Դավիթի վրա էր։ Պարսատիկով մի հատ պարսատիկ։ Այդ քարը դա մենը որ ինչքան ուժեր գնար, այդ սաղավարտի կպրեն դա մենը ցան կգար, կգներ գետի։ Ճակատի մեջ չի մտի, բայց քանի որ քարը Սուրբ Հոգին տարավ։ Թող Աստված զորացնի բոլոր ժամանակներում, որոնք որ սովորաբար Սուրբ Հոգով աղոթք են տվել, զորությունը միշտ գործել իրաց կյանքի մեջ։ Եղբայրներ գործերը, մեր ավակ եղբայրից ասված պոեզի մեջ կանգնած ենք, որ կանգնած զրուցում ենք, միջանցքում, մի հատ հանձնավորություն, շատ անհանգիստ է, շատ անհանգիստ չէ, ոնց ասած ոնց ուզում եմ ինչ-որ մի բան վազի, ասեն դուրս գա, ասում պարզվեց, որ չարով բռնված է, երկու եղբայր կանգնած են, արդեն կանգնել է պոեզոյի կպիտ իշնի, մեր միջով վախենա որ անցնեն, մի կերպ ասում եմ, տեսա, պոգվեց հախավ գնաց, որովհետև նորից եմ ասում, խավարը ինչ պետք է անի, խավարը պետք է չի կարիճոզի չի, մեր միջի լույսը դա Սուրբ Հոգին է, թող Աստված օգնի, եղավ դրա համար խնդրում եմ ձեզի, Սուրբ Հոգ աղոթքի տեղ տվեք, ձեր անձնական աղոթների մեջ, որպեսզի Սուրբ Հոգով լեցվեք, զորություն եք գործեք, որտեղ Տիրոջ Հոգին այնտեղ ազատություն կա, իսկ որտեղ Տիրոջ Հոգին չի գործում, այնտեղ ազատություն որտես լինի, բժշկություն որտես լինի, հրաշալիքներ որտես լինեն, ես մի հատ էլ խնդրված կունեմ, աղոթեք եկեղեցու պարգևների համար, եթե չաղոթեք ձեզ չեմ ասել, աղոթեք պարգևների համար, բժշկության պարգևը գործի, մարգարեության պարգևը գործի, հայտության պարգևը գործի, լեզուների պարգևը գործի, թարգմանության պարգևը,
իմ Աստվածաշնչի վերջում մի տեղ էր կարդում պիտի պատրաստենք աղոթքի։ Շատ տարի առաջ եղել եմ Մոսկվայում եղբայրների համագումար էր։ Երեխեք վերջեր եղբայրություն այնտեղ էր։ Հետարքեր է, տեսեք, մեկը լեզուների պարգև ուներ։ Լեզուների պարգև գիտեք, չէ՞։ Լեզուների պարգևի ժամանակ ինչ պետք է լինի, թարգմանություն է լինում։ Լեզուների պարգևի ժամանակ։ Երբ որ եղավ էդի, լեզուների պարգևը գործեց, մեկը կողքի կանգնած թարգմանում էր։ Բեմի վրա կանգնեցրին, եղբայրը պարգև ուներ։ Լեզուներով կարճ խոսում էր, նա թարգմանում էր։ Խոսում էր, նա ասում էր, ճասում Սուրբ Հոգին լեզուների միջոցով։ Եվ մոտ հայերեն թարգմանվեց։ Այս բոլորիս համար կարակ ձայնագրեք, ձեր համար օգուտ կգնի լսեք միշտ։ Ժամանակը մոտ է։ Ես ուզում եմ, որ ժողովուրդը սրբանա։ Ես կանցնեմ ժողովրդի միջով և կլեցնեմ զորությունով։ Ես կտամ ճշմարիտ զորություն և իշխանություն։ Շատերը կտեսնեն իմ զորությունը և կփառավորեն ինձ։ Ժամանակը շատ մոտ է։ Ես շուտով գալու եմ, սրբեցեք և սրբացրեք ժողովուրդը։ Եղբայրներ քույրեր, սա խոսքեր է, որ ուղղված եղբայրներին, որպեսզի ժամանակ փոխանցեն եկեղեցուն։ Եղբայրներ քույրեր, կտամ ճշմարիտ զորություն և իշխանություն, որտեղ Տիրոջ զորությունը գործում է, այնտեղ բժշկություններ, նշաններ, հրաշքներ են լինում, մարգարեություններ լինում։ Սուրբ Հոգու գործը հայտնապես երևում է, եղբայրներ քույրեր, ինչի եք նախանձավոր չլինեք։ Սիրո հետևից գնացեք, պարգևներին նախանձավոր եղեք։ Եղավ հիմա խնդրված կան։ Մի համաճեք նորադարձնելի դե կան։ Առաջի կարևոր բանը, որ երկինքը ձեզ համար պետք է ուրախանա, հրեշտակները։ Եթե նորադարձներ կան, առաջ կան, մենք իրանց համար պետք է աղոթք կանենք։ Այդ աղոթքը շարունակվելու է եւ իրանց համար, իրանց ընտանիքի համար, մեկ ու եղբայրների ընտանիքի համար, որտեղ ապաշխարությունները դեռ չկան, կամ ոմանք դեռ չեն ապաշխարել։ Բոլորն հացած հոգսերի համար, բայց հավատքով։ Հնարավոր է այսօր կարող է ոմանք մկրտված չեն, նախանձավոր եղեք, խնդրեք, որ Սուրբ Հոգին իշխի, դուք եք մկրտվեք։ Եղավ օրինակենական վերջը ռայոն են գնացել, մի հատ եղբայր ասում է, տղա եղբայր էր, ասում է, ես ասում եմ, ժամանակ հաստատում էի, Սուրբ Հոգով չէի մկրտվում։ Ասում եմ, տիկինը նոր եկավ հավատքի մեջ, մի անգամ ես մկրտվավ, լսի, Տերես որ չհասկացա, ես ապաշխարել, իմ կերն կնկան Սուրբ Հոգի տաս, ոնց կլինի, հետո ասնած իրանել է մկրտվում, և նախանձավորություն տաղացավ, եղավ կանգնեք Տիրոջ առջև